Ես ավելի շատ գնացի իմ կարիերայի աճի համար, գնացի ու հասկացա, որ եթե դու ընտանիք ունես Ամերիկայում ու դու փորձում ես գնալ ամերիկյան ֆիլմի հետևից, մի քիչ անհամատեղելի է։ Հասկանում ես, որ ոնց որ սխալ բան եմ արել։ Ինչ փուլում է հիմա Դավիթ Թադևոսյանի կարիերան։ Հայաստանյան պասիվ, ամերիկյան բզբզոց։ Որպես պրոֆեսիոնալ դերասան, ինչքանով եք դուք հարմարվել այդ բզբզոց անվանը։ Ոչ մի կերպ։ Ինձ համար ամեն անգամ բեմ դուրս գալը դա ստրեսոս, արսափով, սիրտս կանգնում է։ Այդ հուզմունքը կյանք արժի։ Ափսոս։ Շատ մեծ պոտենցիալ ունի Դավիթը, բայց Ամերիկայում կորավ։ Իրականում կա ճշմարտությունը դասացի մեջ։ Ափսոս, համաձայն։ Որ ասում ծաղիկը ջրից հանում ես, թորոմում է, հիմա մերն է։ Կարող ենք համեմատական տանել այստեղի եւ այնտեղի հայ արտադրողների միջև։ Ոչ։ Չէ։ Մենք առաջադեմ ենք, չէ։ Մի արտադրող էլ ես եմ այնտեղ։ Ոյ։ Հա։ Կներեք։ Իսկ դու կոմենտ գրելուց առաջ մտածել ես, որ հենց տվյալ հայտին քո կոմենտին անձամբ կպատասխանի եթերում։ Դե ինչ, ուշադիր հետևիր հաղորդմանը։ Comment Story։ Ողջույն սիրելի հետևորդներ, Ելակետի Comment Story հաղորդման շրջանակներում այսօր մեր տաղավարում է տաղանդավոր դերասան Դավիթ Թադևոսյանը։ Ողջույն Դավիթ։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք։ Շատ լավ, բարի գալուստ հայրենիք։ Այո։ Շատ ուրախ եմ ձեզ Հայաստանում տեսնելով։ Հուսամ մի օր էլ կգաք վերջնական։ Մտադրություններ կա թե ոչ։ Մտադրությունը միշտ կա։ Ուղղակի են որ ասում եմ, չգիտես երբ, միշտ են որ լավ վաղը կգնանք, լավ վաղը կգնանք։ Հուսով եմ կգա այդ վաղը։ Ու կվերադառնանք։ Տևական ժամանակ է բնակություն եք հաստատում Միացյալ Նահանգներում, բայց շատ ակտիվ, տարին նույնիսկ մի քանի անգամ լինում եք Հայաստանում։ Ինչով է պայմանավորված աշխատանքային այցերով, թե կարոտն է, որ հետ է վերադարձնում։ Երբեմն աշխատանքային, երբեմն էլ շունչդ կտրվում է։ Այն որ ուզում ես գաս ուղակի ստեղ մի քիչ sense պտտվես, լիցքավորվես, այն որ ասում եմ ծաղիկը ջրից հանում ես, թորոմում է, հիմա մերն է։ Գալիս ենք մի քիչ ջրի մեջ մնում ենք, էլի հետ ենք գնում մեր առօրյային։ Իսկ ամեն գալուց Հայաստանը փոխված է լինում ձեր աչքին։ Երբեմն հա, երբեմն չէ, նայած ինչքան է բացակայությունս տևում, այս վերջին անգամ որ եղել եմ Հայաստանում 3 տարի առաջ էր, հիմա ահագին բան է փոխվել ու դեպի լավը, միշտ դեպի լավն է փոխվում, ինչքան գալիս եմ, միշտ լավն է։ Ես չգիտես ինչի վատը չեմ նկատում մեր երկրում։ Շատ լավ է, որովհետև հիմնականում որ գալիս են էլ ասում են, ոյ, չէ, մեր քաղաքը իր գույնը կորցրել է, ինչ որ բացասական բաներ են առաջ բերում, բայց չէ, ինձ թվում է ինչ էլ լինի, այս քաղաքի իր գույնը չի կորցնի։ Իսկ մեր երիտասարդության մասին ինչ կասեք, վստահ եմ շատ քայլում եք։ Այո, շատ քայլում եմ, շատ։ Ամենալավ զբաղմունքն է Երևանում քայլելը, որը դրսի ապրողներին պակասում է, մենք այնտեղ չենք քայլում հիմնականում։ Շատ լավ երիտասարդություն են գունավոր, փոխված, օրինակ իմ երիտասարդությունը, որ հիշում եմ, հիմիկվա երիտասարդության հետ համեմատելի չի ընդհանրապես։ Բայց կցանկանայիք այժմյան երիտասարդության պես ապրել, թե ձեզ համար շատ լավ էր։ Իմն էլ էր իմ համար լավ, բայց կուզենայի, իհարկե կուզենայի, որովհետև նոր շունչա գունավոր, լավ պայծառ մտքեր ունեն, խոսում ես հետները քեֆդ գալիս է։ Մեր ժամանակ մի քիչ ավելի սահմանափակ էր, ինտերնետ չկար, մի կողմից էլ բակային կյանքը կար, որը հիմա կարծում եմ չկա, այդքան շատ, ինչքան մեր ժամանակներում։ Ասում եմ, բոլոր ժամանակներն էլ իր գույնն ու սիրունությունն ունի էլի։ Իսկ թատերական ինստիտուտ այցելում եք։ Չէ։ Չէ։ Չէ, չեմ հասցրել, ինչքան եկել եմ, չեմ հասցրել այցելել, բայց կուզեմ գնալ դասախոսներից տեսնել, ովքեր ողջ են, ովքեր հիմա կան դեռ դասավանդում են։ Հուսով եմ կստացվի։ Ինչի է ես հարցը տալիս, ուզում եմ հասկանալ ուսանողների հետ շփում ունենում եք, իրենց մտածելակերպը ձեր տարիներին ոնց էր զուգահեռ անցկացնենք, բայց ափսոս։ Հա, ափսոս չեմ հասցրել։ Իսկ որ Հայաստան եք գալիս, առաջին լոքեյշնը որտեղ է, որ պետք է պարտադիր այցելեք։ Չգիտեմ, տարբեր է լինում։ Նայած ինչ առիթով եմ գալիս։ Երբ որ ուղղակի հանգստի եմ գալիս, մեր նախնիների գերեզմաններին եմ գնում, միշտ առաջինը։ Մնացած դեպքերում
Տարբեր։ Չկա այդպես մի վայր, որը չեմ կարողանում որակի մտաբերեմ։ Հայաստանում ի՞նչն է ամենաշատը կարոտում։ Ամեն ինչը։ Ամեն ինչը, փողոցները։ Սիրելի փողոց ունեք Հայաստանում։ Հա, Թումանյան։ Շատ լավ, Սարյանները ես շատ սիրում։ Սարյանը հիմա եմ շատ սիրում։ Առաջ այդքան չէի սիրում, բայց հիմա շատ եմ սիրում։ Ուղղակի որ մի պահ sense ոնց որ քեզ Եվրոպայում զգաս, ոնց որ Երևանից կդրվես, այդ առումով այդքան հիմա ավելի շատ Թումանյան։ Ահա, Շատ ավելի շատ եվրոպական ադարը, որը շատ լավ է, բայց իմ այն որ ասում եմ անեկած Սարյանը չի, էլի։ Ահա։ Այս անգամ Հայաստանը ձեզ կանչեց էլի անձնական ինչ-որ գործունեության պատճառով, թե արդեն կարիերան էր ձեզ կանչում Հայաստան։ Չէ, այս անգամ ոնց որ ասած աշխատանքային այց է, որը որ արդեն ավարտել եմ։ Հիմա ավելի անձնականի վրա եմ կենտրոնացած եւս մի շաբաթ 10 օր։ Ահա։ Ու կգնամ մենակ եմ այստեղ, ընտանիքս այնտեղ, ասենց կիսատ պրատ ենք այս անգամ։ Կարող ենք չէ նշել մեր հետևորդների համար, որ լավ այցով եք եկել այստեղ նկարահանումները շատ լավ ֆիլմի համար է, բայց այս պահին չեն կարող ճակերտները բացել։ Հա, կարող է։ Վայ, ես այնքան անհամբեր եմ սպասում ֆիլմին։ Ես նույնպես։ Կարիերայից խոսենք։ Խոսենք։ Ինչ փուլում է հիմա Դավիթ Թադևոսյանի կարիերան։ Հայաստանյան пассив, ամերիկյան բզբզոց, այսպես ասած։ Ամերիկայում դե ինքը համայնքային կյանք է այնտեղ, ոչ թե մեր Հայաստանի պես չի, որ դու երկրում ես ստեղծագործում, այսինքն քո հանդիսատես ամբողջ երկիրն է, ոչ թե ուղղակի համայնքը, որպես այդպեսին ինչպես Ամերիկայում է։ Այնտեղ ներկայացումներ ենք անում, սերիալներ ենք նկարում 16 մասանի, այնքան որքանով իսկ այստեղ արդեն սառած է, որը հիմա փորձում եմ վերականգնել։ Իսկ որպես պրոֆեսիոնալ դերասան, ինչքանով եք դուք հարմարվել այդ բզբզոց անվանը։ Ոչ մի կերպ։ Չեք հարմարվում։ Ոչ մի կերպ։ Չես կարող հարմարվել, ուղղակի այդ քաղցը դու կարոտը տա քեզ ստիպում ինչ որ բան անես, որովհետև ասել թե այնտեղ հայկական մշակութային կյանքը եռում է, սուտ կլինի, ավելի շատ այստեղից եկածներով են շարժը ապահովում այնտեղ հայերի համար, քան մենք այնտեղ լոկալ ինչ որ բաներ ենք անում։ Այդ քաղցն է, որը քեզ ստիպում է կարոտն է քո մասնագիտության, որը ստիպում է ինչ որ մի բան անես, ոնց որ հոգիդ բավարարես, հասկանաս ու հիշես, որ դու դերասան ես, դու մշակութային մարդ ես։ Ձեր կարիերան այստեղ կարծում եմ պիկի վրա էր, երբ գնացիք Հայաստանից։ Երևի։ Ուզում հասկանալ հոգեբանորեն ինչ ընկճվածություն դուք ունեցաք գնալով այնտեղ ու հասկանալով, որ այդ հոլիվուդյան ֆիլմերում նկարագրված վիճակը չի։ Իրականում ես որ գնացի հենց այդ կարիերայի աճը, ոչ թե իմ ընտանիքը տարա ես ավելի լավ երկիր, որ ես լավ ապրեմ, չէ, իրականում ես այստեղ էլ էի շատ լավ ապրում։ Ես ավելի շատ գնացի իմ կարիերայի աճի համար ու գնացի ու հասկացա, որ եթե դու ընտանիք ունես Ամերիկայում ու դու փորձում ես գնալ ամերիկյան ֆիլմի հետևից, դա մի քիչ անհամատեղելի է, որովհետև այնտեղի քաստինգները կարող ամիսները տևեն, դու հերթերի մեջ մնաս ամիսներով, բայց այդ ընտանիքը պահելա պետք է Ամերիկայում, ու դու հասկանում ես, որ ոնց որ թե սխալ բան եմ արել։ Բայց այդ ժամանակ ընկճվածություն չի եղել ձեր մոտ, որովհետև արտիստներն էլ հենց դեպրեսիայի մեջ միանգամից կընկնեն, չէ։ Իհարկե լինում է։ Այն սկզբնական ստեղից այդ տարածը, թե որ ոնց որ մի որոշ ժամանակ քեզ բավարարում է, այտենց արտիստիկ ապրում ես դեռ բան, տարածը նկատի ունեմ այն ինչ որ ներսը տա, ոչ թե գրպանումը։ Հետո սկսում է կամաց դատարկվել ու դու հասկանում ես, որ ինչ որ բան պետք է անել։ Ու այնտեղ մենք մի տարի հետո ներկայացում արեցինք Ալեքս թատրոնում, ոնց որ ասած այդ մի տարին դրանով ոնց որ էլի սկսեցինք կոպիտ ասած թփրտալ։ Ու այդպես ամեն տարի փորձում ենք մի բան անել, որ ու մենակ ես չէի, ինպես այնտեղ շատ մարդ կա։ Փորձում ենք մի բան անել, որ հասկանանք, որ մենք հենց մասնագիտության մեջ ենք, մենք հենց ոնց որ ասած այս ոլորտից դուրս չենք եկել ու կարողանում ենք մեր հանդիսատեսին էլ տեսնել, ուրախացնել, ու մենք ինքներս մեզ էլ բավարարել ինչ որ չափով, ինչ որ կարող ենք այնտեղ։
Իսկ երբ արդեն ոնց որ դեմ արդեմ հանդիպեցիք հիասթափությանը ու հասկացաք, որ այդ ամերիկյան ֆիլմը բացարձակ իրականություն չէ, չէիք մտածում հետ վերադառնալ հայրենիք։ Իհարկե մտածում եմ, որպես այդպեսին այդ հիասթափություն չի եղել, ուղղակի այն որ ասում եմ ռեալ դատողություն, դու հասկանում ես, որ այստեղ դու վարձակալում ես, ոչ մի բանը քոնը չի, այսինքն դու չես կարող գնալ օրերով, ամիսներով փորձել, իրականում շատ հնարավոր է, որ ստացվեր, եթե այսպես համառորեն գնայիր, բայց այդ ընթացքում ոնց որ ասած դի ապրես։ Ու դու այդ ժամանակ ընտրություն ես կատարում, լավ, ավելի լավ լոկալ մեր համայնքի մեջ փորձեմ ինչ-որ բաներ անել ու մնամ իմ մասնագիտության մեջ, համ փող վաստակեմ, համ ինձ բավարարեմ որպես մասնագետ, ու հետ քայլ ես անում դրա մեջ ու սկսում ես այդ գործը։ Եթե էդ էլ չլիներ, միանշանակ հետ գալ կլիներ արդեն այստեղ, որովհետև խոսքը կուշտ փորի մասին չի, խոսքը, չգիտեմ, արևոտ երկրից չի, ես էլ եմ ասում, ես այդտեղ շատ լավ եմ ապրել, ես ոչ մի բանից չեմ ընկճվել այստեղից գնալու, չեմ գնացել դեպի լավ կյանք։ Ես միանշանակ հետ կգայի, ուղղակի ես մեր ներկայացումները, մեր սերիալ արտադրություն, ֆիլմ արտադրություն, որի process-ի մեջ ես մի քիչ քեզ բավարարված ես զգում, այդ պահել է, եթե չլներ միանշանակ հետ կգայինք։ Իսկ Միացյալ Նահանգներում հայկական համայնքը ոնց ընդունեց ձեզ։ Լավ, շատ լավ։ Միանգամից առաջարկներ ստացաք։ Հա, ես հենց գնացի, նկարվեցինք ինտրիգը, շատ լավ բավականին լուրջ պրոդուկտ էր այն ժամանակվա համար, երևի լավագույնն է, մինի սերիալի ֆորմատով։ Դրանից առաջ կարող եմ ասել, որ այդպիսի լուրջ պրոյեկտ չէր նկարվել, այսինքն ինձ համար էր դա լավ, ինձ համար էր ոնց որ ասած առաջ քայլեմ, որ ինչ լավ բանի մեջ նկարվեցի, ու այդպես ասում եմ ամեն տարի մի բան եղավ, որը որ sense պահեց էլի։ Եթե չեմ սխալվում, ինտրիգը շատ համարձակ կերպարում եք, չէ՞, ինտրիգ սերիալում հանդես գալիս, այ հետաքրքիր է ձեր կինը ոնց էր նայում այդ ամենին։ Ճիշտ է, դերասանուհի է։ Դե որպես կին իհարկե քանդեր կլինեն, հասկանում եմ, բայց դե որ ասում եմ Բախում չի լինում ամեն դեպքում։ Չէ, փառք Աստծո։ Ոչ ինչ լավ է։ Ես երբեք դերասանի հետ չի ամուսնանա։ Ես էլ, բայց ամուսնացել։ Հետաքրքիր է ոնց է ստացվում, որ այսքան տարի անց միևնույն է ձեզ հիշում են, անցորդները բոլորն է ձեզ հիշում են ու միևնույն է Հայաստանից ստանում եք լավ առաջարկներ ֆիլմերի։ Այդ ոնց է ստացվում։ Չգիտեմ։ Երևի ճիշտ եմ ապրում, չգիտեմ։ Իսկապես չգիտեմ։ Ես ինձ թվում է, որ դուք շատ համեստ եք։ Նույնիսկ ամաչկոտ եք։ Ճիշտ է։ Իրականում ամաչկոտ եմ, շատ այո։ Հա, ես ինձ լավ եմ հաջողությունների մասին չեք սիրում խոսել։ Ես ինչ պետք է խոսեմ։ Խոսողը թող խոսի։ Բայց դուք բավականին լավ անցած ճանապարհ ունեք։ Կարծում եմ հենց այդ ֆիլմերն է, հենց ես մեր հանդիպման հենց առաջին րոպեցի ասեցի, չէ՞ որ Գարեգին Նժդեհում ձեր կերտած դերը եւ այլն, իրանք հիշվող են, շատ մակարդակով են, որ լավ գործեր են։ Ու ինձ թվում է հենց դրա արդյունքում է, որ մինչև հիմա ձեզ հիշում են եւ ֆիլմերից հրավերներ են անում։ Ես մենակ ուրախ։ Դուք հետևում եք մեկնաբանություններին, ինչեր են գրում ձեր մասին։ Ճիշտն ասած, չէ, որովհետեւ կարծում եմ դա անիմաց զբաղմունք է։ Կապը չեք պահում փաստորեն ժողովրդի հետ։ Դրանով չի, կարծում եմ, որ պետք է կապել, որովհետև երբեմն ընկերներս կարդում են իրենց մասին մեկնաբանությունները, մեկնաբանություններ կային, որ ասում են, մարդ է գրել, լավ, մարդու գրածը, ինչ-որ չես հասկանում են։ Չեմ կարծում, որ այդ մեկնաբանություն գրողների 100%-ը ժողովուրդն է, սենց ասեմ են։ Ահա։ Դրա համար Բայց համացանցում пассив եք շատ։ Ես համացանցային մարդ չեմ, ինձ շատ են ասում։ Ես չեմ կարող այդպես անընդհատ ինձ նկարեմ, բան էդի ոնց որ իմը չի էլի, ինչ անեմ ես, չգիտեմ։ Ես վստահ եմ, որ շատ լավ գովազդներ կստացվի ձեզ մոտ։ Հա, բայց չգիտեմ։ Ես չեմ փորձել իրականում։ Մի քանի անգամ Ամերիկայում դե հովանավորների հետ աշխատելով ստիպված եմ, որ ոնց որ ոչ գործի ելնելով անում ես, բայց այն որ ես իսկ կողքից նայում եմ, ասում եմ, «Սուրճ ջան, ես ինչով ես զբաղվում»։
Իսկ ձեր ընտանիքի անդամները ակտիվ են համացանցում, կինը, երեխաները։ Տղաս, հա, դե տղաս են տարիքում իրենք տենց արդեն իրանց շրջապատը ունեն, իրանց գրուպ չաթերն ունեն եւ այլն, տենց ագին ակտիվ են։ Կինս էլ ինձնից ակտիվ է համենայն դեպս, ես չգիտեմ այդ ակտիվության չափը, բայց ինձնից որ ակտիվ են հաստատ։ Դե դուք շատ пассив եք։ Ես հա չկամ կարելի ասել։ Հա, ես համացանցը փորփրում եմ երեք ձեր էջերը, որ հասկանաք ինչի մասին է խոսքը, վերջին պոստը սեպտեմբերին է, անցած տարվա։ Հա, այս լավ է, դրանից առաջ 19 թվին էր։ Հա, չէ, շատ пассив եք, բայց երեք story եք արել, որ Երևանում եք եւ երաժշտություն եք լսում։ Հա, երեք գնացել էի թատրոն տանիքում ներկայացում դիտելու ու շատ հավանեցի դրա համար կիսվեցի այդ դրանում։ Շատ լավ է։ Թատրոն տանիքում նաև կա Միացյալ Նահանգներում։ Դուք այնտեղ աշխատում եք։ Ինչ ակտիվությամբ է այնտեղ գործունեությունը։ Դե սեզոնային է ինքը, որովհետև տանիքում բացօթյա 8 հունիսից սկսվում է իրագործունեությունը մինչև օգոստոս-սեպտեմբեր, մինչև ոնց որ ասած տանելի լինի եղանակը։ Ամեն տարի լինում է, ամեն տարի պրեմիերա է լինում ու 10+ անգամ խաղացվում է, որը որ Ամերիկայի համար դա բավականին մեծ ցուցանիշ է, որ մի ներկայացումը կարելի է 2 անգամից ավել խաղալ։ Իսկ այնտեղի հասարակությունը ինչքանով է հետաքրքրված։ Թատրոնով։ Չեմ կարող ասել, որ մեր այստեղի հասարակության պես հետաքրքրված է, ավելի շատ համերգային ու ստենդափային հանդիսատեսակ, քան թատերային ներկայացում, թատրոն, դասական, ինչ-որ մի բան կա, այդ հանդիսատեսներ կան, բայց մասսայականությունը, այսպես ասած, չի վայել։ Բայց Հայաստանում մեծ աճ ունենք մենք, որովհետև Ես նկատեցի, ամբողջությամբ դահլիճը լցված է լինում եւ նույնիսկ 1 ժամ առաջ տոմս չեն կարող գնել։ Ես երեք զգացի, որ շատ ուրախալի է ինձ համար ու բոլոր թատրոններում դա է լավ։ Այո, անխտիր բոլոր թատրոններում մեկ ներկայացում տեսնում եք, չէ՞, ինչքան շատ են խաղում։ Ես շատ ուրախ եմ։ Ես էլ եմ շատ ուրախ։ Իսկ այնտեղ մեզ մոտ մի հատ կամ 2 հատ, լավագույն դեպքում 3 հատ։ Դա ես ինչ պետք է լինի։ Դուք համազգային թատրոնում եք, չէ՞ աշխատում։ Չէ։ Թե սխալ եմ հիշում։ Ես աշխատում եի Փոսի թատրոնում։ Երևանի փորձարարական երիտասարդական պետական թատրոն, որը որ լուծարվեց, դարձավ Գոյ թատրոնը, որը հիմա նույնպես կարծեմ լուծարվել։ Այո։ Չնույն ճակատագրին արժանաց։ Հետաքրքիր է դերասան, որը եղել է բեմում, բեմի էներգիան զգացել է ու դրանից հետո կարիերայում ինչ որ չափով կանգ։ Դա ինչ էմոցիաներ է առաջացնում դերասանի մոտ։ Շնչահեղձ։ Բեմի էներգիայի մասին խոսենք մի քիչ։ Շնչահեղձ է լինում ուղղակի։ Ֆիլմերը իր տեղ է, բայց մենք ավելի շատ մենք ասելով ես նկատում մեր սերունդը, մենք ժամանակ որ սովորում ենք, ֆիլմ արտադրություն չկար Հայաստանում, այսինքն մեր հիմնական արտահայտվելու ու էներգիա ստանալու տեղը դա թատրոնն էր։ Ու մեր սերունդը տարիների մենք հենց թատրոնի դերասան ենք։ Մենք կոչվում ենք թատրոնի եւ կինոյի դերասան, բայց մենք տեսախցիկ չենք տեսել ուսանողության տարիներ։ Այդ էներգիան աննկարագրելի է ու շատ է պակասում դերասան։ Ու ցանկացած հասկացող մարդ, որ նայում ես մի դերասանի, դու հասկանում ես ինքը թատրոն անցած դերասան, թե ուղղակի տենց հայտնված մարդ է կամ ուղղակի ֆիլմի կամ սերիալի դերասան, այսինքն թատրոնի էներգիան դերասանի մեջ շատ մտած ու կարևոր տեղ ունի։ Ու պակասում է իսկապես։ Ինչ կա այդ բեմի վրա, չէ՞ որ տենց քոշում է։ Առեղծոտ։ Իսկ ներկայացումից առաջ դժվար է բեմ բարձրանալը, թե հեռանալը։ Ինձ համար ամեն անգամ բեմ դուրս գալը, դա չգիտեմ, դա ստրեսը, խարսափը, ես սիրտս կանգնում է իսկապես այդ ուզմունքը որ չլինի գորի մոտիցս, ինձ թվում է այսօր բեմը դուրս չեմ գա, որովհետև այդ մի քանի վայրկյանը որ հեսա գիտես պիտի վարակույրը բացվի ու կապ չունի դու որ երրորդ անգամ ես բեմում, կապ չունի դու այդ օրը որ երրորդ անգամ ես նույնիսկ բեմում, այդ ուզմունքը կյանք արժի։ Նույնն էլ հեռանալ նաև որ սենց հասնում ես ֆինալին, ասում ես այսը վերջանալու է հեքիաթը, տեսա վերջանալու է։ Երկուսն էլ դժվար է։ Չգիտեմ որն ավելի, բայց երկուսն էլ դժվար է։
Որտեւ մտնում ես այդ հեքիաթ ու գնում ես այդ ժամ ու կես կլինի, 2 ժամ կլինի։ Դա քո աշխարհն է, որտեղ ոչ մեկ չկա ու մեկ էլ վերջանում։ Դատարկությունն է ալնում դա։ Իսկ եղել է, որ այդ ոգևորվածությունից, ծափերից չկարողանաք գիշերը քնել։ Գրեթե միշտ այդպես է լինում, որովհետեւ մանավանդ պրեմիերաներին, երբ որ դու շատ երկար պատրաստվում ես ու ներկայացումը հանձնվում է հանդիսատեսին ու ընդունվում ասեն, այդքան լծված, հետո ասես մի վայրկյան ասես դատարկվում ես ու ասես չի լինում ոչ մի բան, որ ասում ես ինչի կորավ է, ուր է այդ, ուր։ Մինչև մյուս անգամ է։ Ես հետևում էի ձեր մասնակցությամբ հաղորդումների, ֆիլմերի, կոմենտների բաժինը ու հետաքրքիր այն է, որ միանշանակ ասենց 95%-ով կարող եմ ասել, որ ձեզ սիրում է հասարակությունը։ Որովհետև շատ լավ կոմենտներ էր, բացառապես լավ կոմենտներ էր։ Հիմա ես այսօր կոմենտներ եմ առանձնացրել, մեր հաղորդման ֆորմատը հենց մեկնաբանությունների մասին է։ Մենք կպատասխանենք կոմենտներին, բայց նշում եմ, որ մեջների հետաքրքիրներն եմ հանել, ոչ թե գովեստի խոսքերը, որպեսզի ավելի հետաքրքիր լինի։ Մինչև մեկնաբանություններին անցնելը, խնդրում եմ մեզ ջուր բերեք, մի հատ ջուր խմենք եւ անցնենք առաջ։ Մեր ջուրը եկավ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Փորձեք։ Ես գիտեմ, որ դուք չգիտեք սա ինչ ջուր է։ Բացարձակ։ Որովհետև դուք Հայաստանում չեք ապրում, այդ համար չգիտեք։ Ուրեմն սա գազավորված ջուր է, բայց ֆենոմենը կայանում է նրանում, որ մենք սա ծորակից նոր լցրեցինք, բերեցինք, ոչ թե շշալցված էր։ Այդ ծորակից անմիջապես գազավորված ջուր լցրեցինք եւ բերեցինք, համեղա։ Շատ։ Սա գերմանական գրոհեն է, աշխարհահռչակ գրոհեն, կարծում եմ այնտեղ շատ հանդիպած կլինեք։ Պրեմիում դասի բոլոր տեղերում գրոհ է դրված եւ Հայաստանում ներկայացնում է United Technical Service-ը, որը գտնվում է Դավիթ անհախտի նահասցեում, եւ ովքեր ցանկանում են ձեռք բերել գրոհի արտադրանքներ, կարող են այցելել կամ հավաքել shop grohe.am-ը, search տալ եւ կարող են 24 ժամվա ընթացքում ստանալ իրենց տանը։ Այսքան բան։ Ընտիր։ Հայաստանում միակ ու առաջին գրոհե առցանց խանութն արդեն գործարկվել է։ Shop grohe.am Գնիր առցանց, ստացիր արձեռը։ Դավիթ, օրինակ դուք ձեզ համարում եք ֆինանսապես գրագետ մարդ։ Ոչ։ Ես էլ ուզում եմ խորհուրդ իմանայի ձեզանից, որովհետև ես էլ եմ այն մարդկանցից, որ բացարձակ գրագիտություն չունի ֆինանսական։ Yes։ Բայց մեր գործընկեր Հայ Էկոնոմ բանկը լուծում ունի։ Ուրեմն իրենց մոբայլ հավելվածով, եթե խնայողական հաշիվ եք բացում, տարեկան դուք ունենում եք 5% եկամտի աճ։ Պատկերացնում եք, որ այստեղ ամենակարևորը այն է, որ ցանկացած պահի կարող ենք ելքագրում եւ մուտքագրում անել հաշվից առանց տոկոսագումարի կորստի։ Հայ Էկոնոմ բանկ, խնայիր այսօր, վայելիր վաղը։ Դավիթ, մի մասնագիտական հարց, որը հանդիսատեսը չի տեսնում բնականաբար, ոնց է ստացվում, որ այս ծանր գրաֆիկից, դերից դեր տեղափոխվելուց դուք նյարդային ինչ-որ խանգարումներ չեք ունենում, այսպես ասած, որովհետև դա ոչ միայն ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին է, այլ նաև նյարդային, չէ, լարվածության մասին է խոսքը։ Իրականում լինում են, ունենում են, բայց դե հա իսկապես հանդիսատեսը չի տեսնում։ Դժվար է, իրականում դժվար է ինչ-որ մի փուլ երբ որ մի դերից մյուսն ես անցում անում, մանավանդ երբ ես իմ բնույթով միշտ ընտրում եմ տարբերվող նմանատիպ չեմ սիրում խաղալ։ Շատ դժվար է, երբեմն դժվար ես կարողանում այդ դերը ապրեցնել, երբեմն որ նիհարել է պետք, չաղանալ է պետք, հեսա պետք, ենա պետք, որը որ քեզ կենցաղում քո առօրյայում խանգարում է ու ինքը շատ, ասես ասած, ստրեսֆուլ է։ Ու դժվար է իրականում դժվար է լինում։
Կարծում եմ ոչ միայն դերասանների համար, այլ նաև այն մարդկանց, ովքեր ծանր գրաֆիկով են աշխատում եւ պատասխանատվությամբ ինչ-որ գործ են անում, իրենց մոդելը շատ հաճախ ի վերջո գալիս են բախվում են ուղեղի էներգետիկայի սպառմանը եւ մեր գործընկերը նեյրոկլինիկան մասնագիտացված կենտրոն է, այնտեղ աշխատում են հենց մասնագիտացված նյարդաբանները, գտնում են ինչից է գալիս հոգնածությունը, լարվածությունը, քնի խանգարումը եւ վերականգնում են այդ ամենը։ Մի խոսքով, եթե չգիտեմ, ցավոք սրտի բախվել եք այդ խնդրին, կարող եք դիմել նրանց զանգահարելով նշված հեռախոսահամարով։ Դավիթ, ուզում եմ ձեզ եւ մեր հետևորդներին, չնայած մեր հետևորդները արդեն գիտեմ, շատ վաղուց են մեզ հետևում եւ գիտեն Մեդիա ասոցիացիա ընկերության մասին։ Նրանք զբաղվում են գովազդների նկարահանմամբ, ամեն ինչ կապված է մարքեթինգի, SMM-ի, ամեն ինչի հետ։ Եթե ցանկանում եք ձեր բիզնեսը վստահել վստահելի ձեռքերի, կարող եք առանց կասկածի դիմել նրանց։ Մեդիա ասոցիացիա։ Անցնում ենք կոմենտներին։ Ինչպես նշեցի, կոմենտները ձեր մասին շատ լավն են։ 95%-ով միայն լավ բաներ են գրում։ 5%-ը ինչ է։ Այն 5% են, որ անկապ մարդիկ են, չգիտեն ինչ ասեն, ասում են մի հատ կպնենք։ Անիմաստ, այ իրանք են։ Ուրեմն ասում են, ափսոս, շատ մեծ պոտենցիալ ունի Դավիթը, բայց Ամերիկայում կորավ։ Ճիշտ են գնահատում, բայց կորել է։ Խնդրում եմ եկեք հստակեցնեք։ Չէ, չի կորել, բայց պասիվացել է, ինչի մեջ ճշմարտություն կա այդ գրածի։ Իրականում հայ, երբ որ դու այստեղ 24 ժամվա ընթացքի մեջ ես, process-ի մեջ ես, ինչ որ ես եղել եմ մինչև գնալս, այսինքն ես պրոյեկտը չվերջացած պրոյեկտ ու անընդհատ եմ լուր process-ի մեջ, ու պլտ իրականում կա ճշմարտությունը դասացի մեջ, ափսոս, համաձայն եմ։ Դավիթ, բայց կարող եք հետ վերադառնալ օրինակ այդ գրաֆիկին, թե հիմա մտածում եք ամեն դեպքում չեք կարող ֆիզիկապես։ Չէ, ինչու՞ չեմ կարող, այդքանից էլ չեմ։ Ահա, լավ։ Դե չի ուզում ասել ծերը, բայց տևական դադարից հետո մի քիչ դժվարանում են, չէ՞, հետ այդ գրաֆիկին վերադառնալ։ Հա, իրականում դժվար կլինի, բայց կապ չունի։ Հաղթահարելի դժվարություն։ Հա, կարևորը սիրված գործի համար է, չէ՞։ Այդ տեսեք ինչ լավ կոմենտ է։ Դավիթ Թադևոսյանի նման դերասաններ պիտի հայկական մեծ կինոյում լինեին։ Շնորհակալություն։ Փողի համար երբեմն մարդիկ հրաժարվում են իրենց արվեստից, ցավալի է։ Այդ չէ, այդ համաձայն չեմ, իրականում ես փողի համար չեմ հրաժարվել ոչ մի բանից։ Ես այստեղ շատ լավ եմ աշխատել, ինձ ճանաչողներն ու իմ գործատուները նույնիսկ փաստ են դրա մասին։ Փողը չի եղել պատճառը։ Փողը չի եղել, ընդհանրապես փողը չի եղել։ Դե արդեն նշվեց ինչի համար է գնացել, հաղորդ մի քիչ հետ գնացեք, հաղորդ կտեսնեք։ Ասում են, որ նայում ես Դավիթին, հասկանում ես կյանքի փորձով դերասան է։ Շնորհակալություն։ Իդեպ շատ ձեր աչքերի մասին կոմենտներ կար։ Ասում են տխուր է աչքի, տխուր է։ Եսին։ Ես չգիտեմ, դուք ասեք, տխուր է, թե չէ։ Չգիտեմ։ Իսկ իմ ընկերները ասում են՝ մի ծիծաղ աչքերդ փակվում, Ահա։ Ամերիկայում կյանք կառուցելը հեշտ չէ, հատկապես արվեստի մարդկանց համար։ Բացարձակ ճշմարտություն։ Շնորհակալություն այդ գրողին։ Այսա շատ լավ կոմենտ է, ինձ թվում է դուք եք համաձայնեք։ Մարդիկ հեռանում են երկրից, բայց Հայաստանը նրանց դեմքից չի գնում։ Հա։ Հա։ Այդ միանշանակ։ Մենք շատ կպած ենք, ու ինձ թվում է յուրաքանչյուր հայ, ոչ թե ես կամ իմ ծանոթները, յուրաքանչյուր հայ
մենք շատ կապած ենք մեր հողին, չգիտեմ, երևի ուրիշ այդպիսի ազգ չկա, որ այդքան կապած լինի իր երկրին, հողու ջրին, ոնց որ հայերը։ Մենք ուր լինենք, մենք հայ ենք, մենք հայավարի ենք ապրում։ Իսկին մեր երեխեքը գնում են հայկական դպրոց, ուր էլ գնանք, մենք տունը խոսում ենք հայերեն, մենք անում ենք հայկական առիթներ, մեր ադատները ավելի sense վախեցած ենք պահում ու ավելի խստորեն ենք հետևում, քանի որ կողքինդ ուրիշ ազգա դու եմ որ sense ամեն ինչ անում ես, հա որ sense մնաս դու։ Այնպես որ շատ ճիշտ բաներ գրել, շնորհակալություն եք գրել։ Դավիթ ջան, հետ եկեք Հայաստան, ձեր կարիերան այստեղ ավելի առաջընթաց կունենա։ Այո, ճիշտ է։ Բայց կարող է հետ գաք։ Շատ հնարավոր է։ Սա մի քիչ էլ կոմենտ կա, հետ եք։ Շատ հնարավոր է։ Ես չեմ էլ գնացի, ես ստեղ եմ, միշտ ստեղ եմ։ Երբ ես պետք եմ, միշտ ստեղ եմ։ Բայց մենք ուզում ենք տարին 12 կողմից ձեզ այստեղ տեսնենք ուղղակի։ Ես էլ։ Հետևորդը հարցնում է. Դավիթ, ձեզ երբևէ մոռացված զգացել եք։ Չէ, խափեմ որ ասեմ։ Այո, չէ, այնտեղի մեր հայրենակիցներն էլ իրենց ուշադրությամբ, իրենց ջերմությամբ միշտ են որ ասում են սատարում են ու սենց իրենց ուշադրությունը չի պակասում, որի համար շատ շնորհակալ եմ։ Մենք սիրում ենք իրար էլի հայերը, սիրում ենք, ինչքան էլ որ ասեն նախանձենք, մինսենք ենենք, թե որ մի ազգը բադ կողմեր չունի, բայց մենք շատ լավն ենք։ Ասում են հայի հետ գործ պետք չի բռնել, ինչքանով եք դուք։ Հա, հիմարություն։ Հա, ես էլ եմ տենց կարծում։ Չէ, ոնց թե հենց հայի հետ պետքա գործ բռնել, հենց հայի հետ պետքա քայլել։ Հարցնում են ձեր ներսում դեռ հայ դերասանն է ապրում, թե արդեն ամերիկյան կյանքին եք պատկանում։ Ախ, ցավոք, ես երբեք ամերիկյան կյանքին չեմ էլ պատկանել։ Դա ինչ հաց։ Ես չգիտեմ այդ ինչ։ Չէ, ոչ թե հայ դերասան, այլ հայն է ապրում իմ մեջ, կապ չունի, դերասան կլինի, քարտաշ կլինի, ինչ կլինի։ Ձեր հետևորդը կին է, հարցնում է. Ամերիկայում երբևէ ամաչել եք ասել, որ դերասան եք։ Երբեք, ինչ պիտի ամաչեմ։ Չգիտեմ։ Ինձ էլ էր տարօրինակ, ասեցի ես ձեզանից հարցնեմ, գոնե ես իմանամ պատասխանը։ Չէ, ինչ պիտի շատ ես սիրում եմ իմ մասնագիտությունը, ես ապրում եմ իմ մասնագիտությամբ, ինչ պիտի ամաչեմ։ Դա ինչ մի անպատիվ գործ է, որ ամաչես, չհասկացա այդ հարցը։ Որտեղ է Դավիթ դերասանն ավելի ազատ իրեն զգում։ Հայաստանում թե Ամերիկայում։ Բեմում եւ տեսախցիկի առաջ։ Երկիրը կապ չունի։ Բացարձակ։ Բայց եկեք հանուն արդարության ասենք, որ հայկական արտադրությունը լավ առաջընթաց է ունեցել եւ հիմա բավականին որակյալ։ Հայաստանում։ Այո։ Հիանալի։ Հա, համաձայն եք, չէ՞։ Իհարկե։ Հիանալի ու ուրախալի։ Իսկ կարող ենք համեմատական տանել այստեղի եւ այնտեղի հայ արտադրողների միջև։ Ոչ։ Չէ։ Մենք առաջադեմ ենք, չէ։ Մի արտադրող էլ ես եմ այնտեղ։ Հա։ Կներեք։ Մենք ունենք ես ու Բեն Ավետիսյան ունենք մեր production-ը, որը որ ֆիլմեր եք նկարում։ Ֆիլմեր է նկարում, բայց դա համեմատելու չի միանշանակ։ Այստեղ ավելի լավ։ Ես կարծում եմ նույնիսկ այստեղ ռեսուրսների հարցն է, որովհետև ամեն դեպքում այստեղ նույն ոստիկանությանը կարող ենք դիմել, չէ՞, շտապօգնությանը ամեն ինչ կազմակերպել, որ կարող ես գնալ նկարել, փողոց կարող ես նկարել։ Այնտեղ այդքան էլ այդպես չի։ Հա, դժվար է այնտեղ ինչ որ մի բան ստեղծելու համար կամ շատ փողապետ կամ չես կարող ուղղակի անել։ Այստեղ ես հիշում եմ մենք զանգում էինք 103 շտապօգնությունը գալիս էր իր բանձնակազմով ու նկարվում էր։ Իսկ այնտեղ չես կարող դրա համար պետք է 100 նամակ գրես ու չի լինի, որովհետև ասում են գնա այնտեղ վճարի այսքան գումար կգա։ Բայց այդ սահմանափակ վիճակում, այսինքն այդքան էլ որ ստեղծում եք, դա պետքա ողջունել։ Ողջունելի է բոլոր ընդեղի արտադրողներին, յուրաքանչյուրին իր չափով, բայց այստեղ որ ավելի պրոֆեսիոնալ, նախ պրոֆեսիոնալ կազմ աշխատում, նախ ավելի մանրակրկիտ են նկարում, ավելի, չասեմ լուրջ եմ մոտենում, որտեղ այնտեղ են լուրջ մոտենում, բայց այնտեղ ուղղակի այդքան ռեսուրս չկա մասնագիտական։ Եթե քեզ նկարչական խումբ պետք լինի, ասենք էդի մոռացի։ Ուղղակի կա։ Ստիպված դու անես։ Եվ վերջին կոմենտ այսօրվա։ Հարցնում են ինչ կա Հայաստանում, որ երբեք չգտաք Միացյալ Նահանգներում։ Տուն։
Վերջ։ Տունը։ Դավիթ, շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Շատ ուրախ եմ, որ հրավերը չմերժեցիք։ Շնորհակալություն հրավերի համար։ Հուսամ չենք հիասթափեցրել ձեզ, ժամանակի անիմաստ կորուս չեք համարում այստեղ գտնվել։ Սիրով, շատ սիրով, շնորհակալություն։ Կուզենք ավելի հաճախ ձեզ տեսնել Հայաստանում, իսկ ընդմիշտ ավելի ուրախ կլինենք, որ տեսնենք ձեզ այստեղ։ Շատ շնորհակալ եմ։ Ձեզ բարի վերադարձ։ Շնորհակալություն։ Եվ վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Cheers AM-ին այս գեղեցիկ եւ հարմարավետ աթոռների համար։